Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, առողջություն եմ ցանկանում ձեր բոլորին, այսօր խոսենք ծովական հանքային քարի մասին, որը ակվամարինն է, քարը բավականին հայտնի քար է և օժտված է մեծ դրական էներգիայով, այն երկնագույն է, իր բնույթով սառն է, ինչպես ջուրը, օժտված է հանգստացնող հատկություններով օժտված լինելով, այն հանգստացնում է նյարդային և մտավոր լարվածությունը, վերացնում է տագնապը և բացասական հույզերը։ Քարը հատկապես անհրաժեշտ է մելամաղձոտ մարդկանց համար։ Քարը իր գեղեցիկ երկնագույն երանգի շնորհիվ այն մաքրում է գեղձերը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը և խարամները, նպաստում է երիկամների ակտիվացմանը։ Մելամաղձոտ հիվանդները պետք է քարը մշտական պահեն իրենց մոտ կամ որևէ զարդի ձևով մատանի, վզնոտ և այլը կրեն իրենց վրա, իսկ մնացած դեպքերում կարելի է նաև քարը պահել գրպանում կամ ինչ-որ մի որևէ տեղ մարմնի վրա։ Հարգելի բարեկամներ, հանքային քարերը և մետաղները, չնայած նրանք իրենց չափերով փոքր են, բայց օժտված են հսկայական էներգիաներով։ Քարերը ունեն դրական և բացասական էներգիա։ Իհարկե, բացասական էներգիա ունեցող քարերը, դրանք քայքայում են առողջությունը և պետք է ընտրել, ամեն մարդ պետք է իմանա իր քարը որն է և ընտրի այնպիսի քարեր, որոնք վերականգնում են և նպաստում են առողջությանը։ Քարերը հարցնում եք, թե որտեղ են վաճառվում։ Քարերը վաճառվում են Վերնիսաժում և ես անցած անգամ էլ ասեցի, մեր տան մոտ, որտեղ ես բնակվում եմ, Բաղրամյան փողոցի մոտակայքում եմ բնակվում, այնտեղ փողոցի վրա Բաղրամյան 85 կա թելերի խանութ, որտեղ վաճառվում են բոլոր տեսակի այդ հանքային քարերը։ Հարգելի բարեկամներ, եթե կունենաք հարցեր վերաբերող այս մեր այսօրվա թեմային, կարող եք զանգել կամ գրել ձեր կոմենտները, իսկ տեղեկատվության և բուժման համար դիմում եք Պուշկինի 38։ Մեր մոտ բուսական միջոցներով, բնական ժողովրդական բժշկության միջոցներով օգնում ենք բոլոր տեսակի հիվանդներին, բոլոր տեսակի հիվանդությունների համար։ Այսօր ես ձեզ ուզում եմ ցույց տամ մեր քսուկներից մեկը, որը կոչվում է Մարիա։ Սուկը Աստվածամոր անունով է, ունի այսպիսի գույն, լրիվ բնական քսուկ է, պատրաստված բնական միջոցներից և քսուկը ունի հակաբորբոքիչ, հակամանրեային հատկություն և օգտագործում են մաշկային հիվանդությունների համար, բորբոքային հիվանդությունների համար, այն բուժում է նաև տրոֆիկ խոցերը, նյարդային հիվանդությունները, այն կարելի է քսել ճակատին, քսել ցավոտ շրջաններին, ունի ցավադրկող հատկություն, հատկապես հոդերին, դեմքին տալիս է փայլ, էլաստիկություն, մաքրում է դեմքը, հարթում է մանր կնճիռները, մաքրում է դեմքի վրայի պիգմենտացիան, այդ լաքաները, դեմքի վրայի պզուկները, որոնք լինում են այդ պատանեկան տարիքի պզուկները, կորյակները և այլը։
Հարգելի բարեկամներ, ուզում եմ ձեզ ցույց տամ նաև իմ գրքերից մեկը, որը կոչվում է Լեչեբնիկ։ Սա դասագիրք է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, հանդիսանում է որպես հանրագիտարան, շատ մանրակրկիտ ներառված են բոլոր տեսակի հիվանդությունները, գիրքը իհարկե ռուսերեն է, եւ 2010 թվականին Ռուսաստանի բժշկական տեխնոլոգիաների ակադեմիայի կողմից արժանացավ ոսկե մեդալի։ Ընդունված է որպես ասեցի դասագիրք եւ դասավանդվում է հատկապես Ռուսաստանի Դաշնությունում։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, եղեք առողջ։